Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը Ազատությանը փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ են ներկայացրել Ղուկասյանի քրեակատարողական հիմնարկում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Վրաստանը միայն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն, այս մասին ԻՄԵԴ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն։ Նրա խոսքով Հարավային Կովկասի 3 երկրների միասնական դիրքորոշումը կարող է ծառայել նրանցից յուրաքանչյուրի շահերին։ Սամխարաձեն ընդգծեց, որ Հարավային Կովկասը կարող է ավելի գրավիչ եւ հետաքրքիր լինել պոտենցիալ ներդրողների համար որպես միասնական տարածաշրջան։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Ուրախ է հանդիպել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին քննարկելու վերջին զարգացումները տեղում եւ ներկայացնելու առաքելության առաջիկա անելիքները։ Գրել է Ռիտերը, ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին եւ կարեւորությանը, երկուստ է ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարեւորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման եւ դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի նախագծին վերաբերող հարցեր։ Ներկայացվել է, որ ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծառայության համակարգի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ արդիականացմանը, կատարողականի գնահատման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, մանրամասներ ներկայացվել պիլոտային ծրագրի սկզբունքների, շրջանակի եւ շարունակականության վերաբերյալ։ Ընդգծվել է, որ պիլոտային ծրագրի եզրակացությունները հիմք կդառնան 2026 թվականի ընթացքում օրենսդրական վերանայումների համար։ Խորհրդակցության մասնակիցները ծրագրի վերաբերյալ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ ու առաջարկություններ։ Վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավման ուղղված քայլերը եւ այս համատեքստում ընդգծել որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Քննարկման արդյունքներով երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հնչեցված առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագիծը եւ ներկայացնել կառավարության հաստատմանը։ Քաղաքագետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության Նարընթեր ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Եվգենիա Վոյկոն խոսել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման ենթադրաբար նոր 28 կետանոց ծրագրի մասին։ Մասնագետի խոսքով նման լուրերին պետք է զգուշորեն վերաբերվել, քանի որ դրան կարող են ինչ-որ մեկի շահերի համար հորինվածք լինել։ Թրամփը կցանկանար հրադադար, ապա նստել, քննարկել, ստորագրել կամ չստորագրել եւ այլն։ Բայց նրա միջնորդությամբ հրադադարն ավելի նախընտրելի է։ Այդ դեպքում նա կվերցներ իր վրա դրա վաստակը եւ կցուցադրեր այն ամեն կերպ, հավելել է Վոյկոն։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը, որը ենթադրաբար գաղտնի կերպով մշակվել է ռուս եւ ամերիկացի պաշտոնյաների կողմից, հիմնված է Կիևի կապիտուլյացիայի վրա եւ ենթադրում է հանրապետության դեմ կտրուկ միջոցների կիրառում։ Սա է Guardian-ի լրագրողների գնահատականը։ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի եւ Կրեմլի խոսնակ Կիրիլ Դմիտրիևի կողմից մշակված նախագծի ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի դեմ կտրուկ միջոցներ, որոնք Ռուսաստանին կտան աննախադեպ վերահսկողություն երկրի ռազմական եւ քաղաքական ինքնիշխանության նկատմամբ։ Նշվում է զեկույցում։ Զեկույցում ասվում է, որ Կիևը հավանաբար նման ծրագիրը կընկալի որպես կապիտուլյացիա։
Եվրամիությունը չի մասնակցել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ԱՄՆ-ի կողմից պատրաստված ծրագրի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։ Պատասխանելով լրագրողների հարցերին փաստաթղթի մշակման գործում եվրոպացի պաշտոնյաների հնարավոր ներգրավվածության վերաբերյալ Կալասը տվել է վճռական բացասական պատասխան։ Ինչքան ես գիտեմ, ոչ, ասել է ներկայացուցիչը։ Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներին չի տեղեկացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր առաջարկներից, հաղորդել է Daily Telegraph-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակումը պնդում է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ուղղակիորեն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն ասել են, որ նա պետք է համաձայնվի Վաշինգտոնի առաջարկին, հաշվի առնելով կոռուպցիոն սկանդալի պատճառով նրա թուլացած դիրքը։ Կիև կատարած այցից հետո ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը մի շարք ճեպազրույցներ կանցկացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որտեղ կներկայացնի ԱՄՆ բնակավայրերի կարգավորման ծրագրի մանրամասները, հաղորդել է Politico-ն, հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային։ Նրա խոսքով Դրիսկոլը պետք է Կիևում Վոլոդիմիր Զելենսկուն ներկայացներ կարգավորման ծրագիր։ Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հղում անելով աղբյուրներին հայտնել էին, որ Միացյալ Նահանգները մշակում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ։ Axios պորտալը մասնավորապես նշել է, որ ամերիկյան առաջարկները նախատեսում են Կիևի կողմից որոշ տարածքների հրաժարում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային եւ Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ NBC News-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթվա սկզբին հաստատել է 28 կետից բաղկացած նոր պլանը։ Ինչպես հաղորդել է Wall Street Journal-ը, Վաշինգտոնը ի թիվս այլ բաների առաջարկում է Կիևին հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը։ Ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի եւ Սիրիայի, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Ստիվ Ուիթկովը վերահսկում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու նոր խաղաղության ծրագրի մշակումը ամերիկյան կողմից, հաղորդում է CNN-ը, հղում անելով աղբյուրներին նրանց խոսքով բանակցությունները սրվել են այս շաբաթ։ Միևնույն ժամանակ Կիև է ժամանել Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակությունը ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ուղարկված առաքելությունը կոչված է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ քննարկելու մարտադաշտի պայմանները, զենքի կարիքները եւ խաղաղության նախաձեռնությունները։ Axios պորտալի տվյալներով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև ներկայիս նախագծի պլանը բաղկացած է 28 կետից, այդ թվում Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության երաշխիքներ։ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կիևի շահերից է բխում հիմա հրաժարվել իր արևելյան տարածքներից, քանի որ նրանք միևնույն է կկորցնեն դրանք, եթե հակամարտությունը շարունակվի, հաղորդում է Axios-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրին։ Պորտալը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագիրը նախատեսում է Կիևի կողմից վերահսկվող Դոնբասի տարածքների, հանձնում Ռուսաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինան ամենայն հավանականությամբ կկորցնի այս տարածքը ցանկացած դեպքում, եթե պատերազմը շարունակվի եւ հետեւաբար Ուկրաինայի շահերից է բխում հիմա համաձայնության գալը, գրում է պորտալը։ Ուկրաինայի պարտքային բեռը խանգարում է նրան նոր վարկեր վերցնել բացառությամբ արտոնյալ պայմաններով տրամադրվածների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի Ուկրաինայում օգնության եւ վերակառուցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիեր Էյլբրոնը, հաշվի առնելով Ուկրաինայի համար արժույթի միջազգային հիմնադրամի նոր ծրագրի շուրջ քննարկումների համատեքստում առկա տարբերակները, կարևոր է հասկանալ, որ առաջիկա տարիներին Ուկրաինան գործնականում չի կարողանա վարկեր վերցնել բացառությամբ չափազանց արտոնյալ վարկերի կամ դրամաշնորհների
պայմանագրների, սա նաև պետք է հիմք հանդիսանա Ուկրաինային մեր օգնության ձևերի վերաբերյալ մտորումների համար, որոնք այլևս չեն կարողանա վարկերի տեսքով լինել, ասել է Ֆրանսիայի ազգային ժողովի խորհրդարանի ստորին պալատ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Հատուկ դեսպանորդը նշել է, որ իրավիճակը բարդանում է ԱՄՆ-ի կողմից ուկրաինական հակամարտությունից շատ առումներով դուրս մղվելու պատճառով։ Այնուամենայնիվ նա վստահեցրել է, որ վարկերի վերակառուցման գործընթացը զգալիորեն թեթևացրել է Կիևի պարտքի բեռը։ Ավելին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք արդյունավետորեն կատարում ենք տոկոսների վճարումները, օգտագործելով ընդհանուր բյուջեի միջոցները, հավելել է նա, մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է Եվրամիության երկրների միջոցներին։ Վաշինգտոնի վարչակազմը մեծացնում է ճնշումը Վոլոդիմիր Զելենսկուի վրա, նրան ստիպելով ընդունել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան նոր ծրագիրը։ Այս պնդումը արվել է նոյեմբերի 19-ին The Washington Post-ում հրապարակված հոդվածում։ Աղբյուրներից մեկի խոսքով ծրագիրը ներառում է մի քանի զիջումներ, որոնք Զելենսկիի համար դժվար կլինի հաստատել, այդ թվում զգալի տարածքների կորուստ եւ Ուկրաինայի զինված ուժերի վրա խիստ սահմանափակումներ։ Միևնույն ժամանակ Զելենսկին թույլատրած է լուրջ կոռուպցիոն սկանդալի պատճառով, որի ներգրաված են նրա մի քանի մտերիմ գործընկերներ։ Զուգորդված ռուսական հարվածները կարող են Ուկրաինայի առաջնորդին քիչ լավ տարբերակներ թողնել, քանի որ ԱՄՆ պաշտոնյաները մեծացնում են նրա վրա ճնշումը պատերազմը դադարեցնելու համաձայնագրերը հաստատելու համար, բացատրվում է հոդվածում։ Վաշինգտոնի վարչակազմը մշակում է առաջարկներ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, հաշվի առնելով Մոսկվայի եւ Կիևի դիրքորոշումները, եւ կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ինչպես նա գրել է X-ում, կարգավորումը պահանջում է լուրջ եւ իրատեսական գաղափարների մանրամասն փոխանակում։ Երկարատև խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է համաձայնվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների, հավելել է նա։ Ահա թե ինչու մենք մշակում ենք եւ կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների ցանկ, հիմնվելով հակամարտության երկու կողմերից ստացված տեղեկատվության վրա, ընդգծել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար։ Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հղում անելով աղբյուրներին հայտնել են, որ Միացյալ Նահանգները մշակում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ռուսական արգելափակված ակտիվների հնարավոր օգտագործումը Եվրամիության ամենաուժեղ լծակն է։ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար նա այս կարծիքը հայտնել է Բեռլինում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Որպես եվրոպացիներ մենք կարող ենք վճռորոշ դեր խաղալ, եթե դեկտեմբերին համաձայնության գանք ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ, սա մեր ամենակարևոր լծակն է համոզելու Մոսկվայի նստել բանակցությունների սեղանի շուրջ, պնդել է Մերցը։ Նա շնորհակալություն է հայտնել Շվեդիային Եվրոպական խորհրդում ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իր առաջարկին աջակցելու համար։ Եվրոպայում սառեցված Ռուսաստանի ինքնիշխան ակտիվների մեծ մասը մոտ 200 միլիարդ եվրո արգելափակված է Բելգիայի Euroclear հարթակով։ Հոկտեմբերի 23-ին Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները չկարողացան համաձայնության գալ դրանց օգտագործման վերաբերյալ։ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը պահանջեց, որ Եվրամիության բոլոր անդամները լիովին կիսեն իր երկրի ֆինանսական ռիսկերը։ Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Եվրամիության կողմից ռուսական ակտիվների դեմ ցանկացած բռնագրավման նախաձեռնություն անխուսափելիորեն կհանգեցնի ցավոտ արձագանքի։ Ճապոնիան չի կարող դառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, քանի որ երկիրը դեռ լիովին չի գիտակցել այն հանցագործությունները, որոնք կատարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է Reuters-ը։ Նույնիսկ այսօր Ճապոնիան պատշաճ կերպով չի գիտակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված իր պատերազմական հանցագործությունները։ Նման պետությունը չի կարող պատասխանատվություն կրել խաղաղության եւ անվտանգության պահպանման համար, ուստի իրավունք չունի լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, նշել է դիվանագետը։ Մաո Նինը նաեւ նշել է, որ Ճապոնիայի վարչապետ Սակկայե Տակայիտին կոպտորեն միջամտել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերին, արտահայտվելով Թայվանի մասին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Ճապոնիան 20-րդ դարում ագրեսիվ պատերազմ սանձազերծեց եւ դրանով իսկ հսկայական տառապանքներ բերեց Ասիայի եւ ամբողջ աշխարհի ժողովուրդներին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ եթե Թուրքիան անի դա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությանն անդրադարձել է պատասխանելով Armenpress-ի հարցին։ Հարցը Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ եթե Թուրքիան դա անի, հիմա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Հական Ֆիդանը նաեւ ասել է, որ Նախիջևանը եւ Ադրբեջանը միասող կապի հայեցակարգն ընդունվել է Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում մեկնաբանություն ունեք։ Ի պատասխան հարցմանը Արարատ Միրզոյանը պատասխանել է նախ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար, նույն կերպ կարևոր է նաեւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում։ Միաժամանակ, սակայն այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Սրանց շրջանակներում սահմանված թրիպուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանն այլ երկրների հետ, թե ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը երկրի խորհրդարանում պատգամավորների հարցին ի պատասխան հայտարարել էր, որ եթե Թուրքիան հիմա կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, ապա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ պատճառը, քանի որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։ ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Freybeard ընկերության հայտարարությունը Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell եւ Nvidia ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաեւ կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերություններում, ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebeard ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը։ Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, հաղորդել է Al Jazeera-ն։ Գազա եւ Խան Յունիս քաղաքներում իսրայելական բանակի կրակից 11 մարդ է զոհվել, հաղորդել է հեռուստաալիքը, հողում անելով տեղական բժշկական աղբյուրներին։ Ըստ տվյալների 5 մարդ զոհվել է Գազայի Ազ-Զեյթունա շրջանում փախստականների համար նախատեսված շենքի վրա ավիահարվածի հետևանքով, իսկ եւս 3-ը զոհվել են Խան Յունիսի արևմտյան մասում գտնվող Ալ-Մավասի շրջանի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածներից։ Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը։ Ըստ տվյալների, այս շարքի հարվածների թիրախները Լիբանանի հարավում գտնվող շիական Հեզբոլլա շարժմանը պատկանող ռազմական օբյեկտներն են։ Իսրայելի պաշտպանության նախարարը հարվածներ է հասցնում Հեզբոլլահի մի շարք ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներին հարավում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսկ այժմ սպորտի լուրերից Հայաստանի ազգային հավաքականը 2 աստիճանով նահանջել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման ցուցակում։ Նոյեմբերի 19-ին հրապարակված աղյուսակում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 106-րդ տեղը։ Այս ամիս Հայաստանի հավաքականը 2 հանդիպում էր անցկացրել ԱԱՀ-ի 2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում պարտվելով Հունգարիային 0-1 եւ Պորտուգալիային 1-9 հաշվով։ FIFA-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, աշխարհի չեմպիոն Արգենտինան երկրորդն է, իսկ Ֆրանսիան եզրափակում է լավագույն եռյակը։ Top 10-ում են նաև Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի եւ Խորվաթիայի հավաքականները։
ամերիկյան կողմը գերմանական իշխանություններին չի տեղեկացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման որևէ նոր ծրագրի մասին։ Այս մասին 10-ի ուղիղ եթերում հեռարձակված մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։ Ոչ մենք այս մասին տեղեկացված չենք, ասել է նա, միևնույն ժամանակ նախարարը նշել է բոլոր միջազգային գործընկերների շարունակական ջանքերը հակամարտությունը լուծելու համար։ Մենք իհարկե աջակցում ենք այս ուղղությամբ շարժվող ամեն ինչին, նշել է Վեյթֆուլը։ Axios պորտալի տվյալներով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև ներկայիս նախագծի պլանը բաղկացած է 28 կետից, այդ թվում Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության երաշխիքներից։ Ռուսաստանը ցանկանում է ապրել հավասար աշխարհում բարոյական սկզբունքներով եւ բոլորի համար հավասար հնարավորություններով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան 10-ի կողմից կազմակերպված միջազգային ազգային միասնության ակումբի մեդիա ֆորումին տված հարցազրույցում։ Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ եւ մենք առաջարկում ենք հաղորդակցության մի ձևաչափ, որն այժմ զարգանում է եւ ՇՀԿ-ի եւ BRICS-ի շրջանակներում, որտեղ երկրներն ունեն հավասար իրավունքներ, իսկապես հավասար իրավունքներ, ոչ միայն օրենքի արժեվ, այլև բարոյականության, էթիկայի հարցերում, մշակութային ավանդական իմաստով նրանք ունեն հավասար հնարավորություններ, ասել է նա։ Մենք առաջարկում ենք հավասարություն, մենք առաջարկում ենք հնարավորությունների աշխարհ, երկխոսություն, մենք առաջարկում ենք միջազգային իրավունքի պահպանում, մենք առաջարկում ենք բազմակարծիք մոտեցում, ընդգծել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչը։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ի նիստում որոշել էր դադարեցնել Հայաստան էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման լիցենզիան։ Armenpress-ի հաղորդմամբ հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է. համաձայն գործող իրավակարգավորումների միջև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցման ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների Ընկերությունը գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո շարունակելու է իր բնականon գործունեությունը իրականացնելով էլեկտրական էներգիայի հզոր բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթները եւ ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը, այդ թվում ստանձնված պարտավորությունների ժամանակին եւ ամբողջական կատարումը, մասնավորապես վերոգրյալի համատեքստում բացի ընկերության ունեցած պարտավորությունների ընթացքի հիմարումներից ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում։ Հիմք ընդունելով ընկերության ֆինանսական վիճակը աներկբա է, որ ընկերությունն իր բնականon գործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի ըստ հաստատված վճարումների պլանի եւ կատարողական ակտերի նշված է հաղորդագրությունում։ Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ապարդյուն են։ Նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Բանակցությունները այնպիսի գործընկերոջ հետ, որը չի ճանաչում բանակցությունների երկկողմ բնույթը, որը հպարտանում է Իրանում իր ռազմական ներխուժմամբ եւ իրանցի երեխաների սպանությամբ ու ակնհայտորեն ձգտում է պարտադրել իր պահանջները, չունեն որևէ տրամաբանական արդարացում, նշել է խոսնակը։ Ինչպես ընդգծել է Բաղային, ներկայումս Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններ չեն ընթանում։ Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցություններ ԱՄՆ-ի հետ, եթե դրանք անցկացվեն հարգանքով, հայտարարել է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին, ընդգծելով, որ Իրանը չի հրաժարվի այն դիրքորոշումից, որը զբաղեցնում էր մինչև ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հունիսին իր վրա հարձակվել է։ Նրանք ԱՄՆ-ն պետք է առաջին քայլը կատարեն ցույց տալու համար, որ պատրաստ են մեր հետ համագործակցել մեր առաջարկած պայմաններով, դա պետք է հիմնված լինի հավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա։ Թեհրանի CNN-ին ասել Քամալ Խարազինը նաև նշել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների համար Իրանի պայմանները չեն փոխվել։ Այն բանից հետո, երբ հունիսին ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են իր միջուկային օբյեկտներին։ Խարազին նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սկսենք Իրանի հանդեպ դրական մոտեցում ցուցաբերել, եթե այն դրական լինի, ապա անկասկած փոխադարձ պատասխան կստանաք։ Սակայն դրա համար նրանք ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ որևէ ուժ կիրառելուց, ասել է Խարազին։ Հայկական սիգ-ձկան վճարների դյուրքաչափը 3 անգամ ավելացել է, արդյոք դա կբերի շուկայական գնի բարձրացման։ Այսօր այս հարցն է հանգամանորեն պարզաբանել շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։ Խոսքը բնօգտագործման վճարի մասին բարձրացվել են դյուրքաչափերը մեկ նպատակով, որպեսզի արժևորվեն մեր բնական ռեսուրսները, վստահեցնում է պաշտոնյան։ Նրա խոսքով բնօգտագործման վճարները դրանք բնական ռեսուրսների կառավարման տնտեսական մեխանիզմներ են, ընդ որում վերջին կարգավորում
որումով կենդանական աշխարհի բոլոր տեսակների համար են դյուրքաչափերը 2 անգամ ավելացել։ Սիգ ձկնատեսակի համար այս պայդրությամբ գործող դյուրքաչափը 65 դրամ է, ավելացվել է մոտ 3 անգամ։ 2026 թվականի հունվարի 1-ից Սիգի համար դյուրքաչափը սահմանվել է 200 դրամ, ասաց նա։ Լուսինե Ավետիսյանի խոսքով այսօր Սիգիի շուկայական վաճառքի գինը 1000-ից 1500 դրամ է։ Հարցիր այս փոփոխությամբ կանխատեսվում է Սիգի գնի արժեքի բարձրացում։ Նա ասել է, որ այսօր փոփոխությունը ավելացնում է շուկայական գնին ընդամենը 135 դրամ։ Դա դժվար թե էական գնաճի ազդեցություն կրի ձկնավաճառների շրջանում։ Այսօր թեժ քննարկումներ են ծավալվում Վեդու համայնքապետարանում։ Վեդու համայնքապետարանի գումարած ավականուն նիստում քննարկում են Կարմիր Սարի կրաքարային մերգելների արդյունահանման հարցը։ Ոստիկանական ուժերի կուտակում կա տեղում, հասարակական գործիչներին թույլ չեն տալիս մասնակցել նիստին։ Նիստի օրակարգում Orт Group SP-ի կողմից ներկայացված Կարմիր Սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հարցի քննարկումն է։ Ավականու քվեարկությունից կախված կազմակերպությունը կստանա իրավունք շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն անելու կամ ոչ։ Կարմիր Սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում, այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է, հանդիսանում է կարմիր գրքի 14 տեսակ բույսերի աճելավայր եւ 16 տեսակի կենդանիների ապրելավայր։ Վեդու ավականու նիստին մասնակցելու համար այս պահին քաղաքապետարանում է հասարակական ակտիվ գործիչ Արտուր Չախոյանը։ Երկու գաղափարակից ընկերների հետ, սակայն նրան նախ ոստիկանության համայնքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին, հիմնավորելով, որ ներսում ազատ տեղեր չկան։ Երբ Չախոյանը պնդեց, որ ներսում ազատ տեղեր կան, միայն նրան թույլ տվեցին ներկա գտնվել նիստին, սակայն Չախոյանը հրաժարվեց ներս մտնել ու լսումներին մասնակցել առանց ընկերների։ ԱԱՑ մեկուսարանում գտնվող Սամվել Կարապետյանը նոր ուղերձ է հղել, շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին վերջին օրերի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Լինեք փողոցում, հանրահավաքի, դատարանի առաջ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում էկրանին նայելիս ու արդարության սպասելիս ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար, ասվում է Կարապետյանի հայտարարությունում։ Կարապետյանը նշում է, որ պատկերացնում է հասարակության հիասթափությունն ու անհանգստությունը տեղի ունեցող խայտարակ ապօրինությունների եւ ցինիկ դատավարությունների պատճառով նա կոչ է արել չհուսատվել եւ չկարծել, թե փոքրիկ խմբակը հասել է իր նպատակներին։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցված խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով, գուցե առավելագույնը եւս 6 ամիս պահես իշխանությունը, բայց երկիր չես պահի, երկրի արժանապատվությունը չես վերականգնի, քաղաքացիների կյանքը չես լավացնի, պետության խնդիրները չես լուծի։ Ընդգծել է նա։ Ուղերձի ավարտին նա հույս է հայտնել, որ մի քանի ամիս անց հնարավոր կլինի շնորհավորել արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման ու Հայաստանի համար նոր բարեկեցության եւ խաղաղության ժամանակաշրջանի նախաբանի կապակցությամբ շարունակում ենք պայքարը եւ գնում դեպի անվերապահ հաղթանակ մեր ձևով, նշված է ուղերձում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները դարձել է ծիծաղի առարկա ամբողջ աշխարհի համար, հաղորդում է ՌԻԱ Նովեստին։ Աշխարհը ծիծաղում էր մեզ վրա, կարծես մենք հիմար լինենք։ Նրանք այլևս չեն ծիծաղում, նրանք կրկին հարգում են մեզ։ Մենք դա ենք ուզում, մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, մենք ուզում ենք հարգանք, ասել է Թրամփը ելույթ ունենալով Մակդոնալդսի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։ Թրամփն ընդգծել է, որ նման իրավիճակը, երբ երկիրը ծաղրի է ենթարկվում, անընդունելի է Միացյալ Նահանգների համար։ Միևնույն ժամանակ նախկին նախագահ Բայդենը կարծում է, որ հենց Թրամփի գործողություններն են, որոնք արատավորում են երկրի հեղինակությունը։ Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը վստահեցրել է, որ Եվրոպական հանձնաժողովը ակնկալում է, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրման շուրջ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային խմբերի մակարդակով, չնայած Հունգարիայի դիրքորոշմանը։ Կոսը հաստատել է, որ բանակցությունների լիարժեք մեկնարկը անհնար է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վետոյի պատճառով։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի Եվրամիության անդամակցության գործընթացն ինքնին արգելափակված չէ։ Մենք արգելափակված ենք որոշումների կայացման հարցում, բայց տեխնիկական մասը շարունակվում է։ Մենք հույս ունենք, որ փորձագիտական խմբերում աշխատանքը կարագանա, եւ մենք կկարողանանք անել նույնը, ինչ կանենք բոլոր կլաստերների պաշտոնական բացումից հետո, ասել է Կոսը։ Նա նաեւ նշել է, որ ոչ ուկրաինացիները, ոչ էլ մոլդովացիները Օրբանի կարիքը չունեն բարեփոխումները շարունակելու համար։
Եղանակի մասին նոյեմբերի 20-ից 24-ը սպասվում է առանց ձեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ին 23-ից ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 5 աստիճանով։ Մնացած շրջաններում էապես չի փոխվի։